Մինչ ողջ աշխարհը մեծ ոգևորությամբ պատրաստվում է կարնավալին, հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պատրաստվում է բարեկենդանին, որը շարժական տոներից է եւ նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչեւ մեծ Պահքն ընկած ժամանակահատվածում։ Այդ օրը հոգևոր եւ աշխարհիկ դասին հավասարապես թույլատրվում է ճոխ սեղան գցել եւ զվարթությամբ անցկացնել տոնը։ Հաջորդող Պահքը ուրախությամբ դիմավորելու եւ երկարատև Պահքին ֆիզիկապես դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է բուն բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի եւ մեծ Պահքի նախընթաց կիրակի օրը։ Բարեկենդանն ունի հետաքրքիր ավանդույթներ ու հայկական մշակույթի առանձնահատուկ մասերից է, որն էլ առաջարկում եմ միասին բացահայտենք։ Տոնը գալիս է դեռևս հեթանոսական շրջանից, որի գլխավոր նշանակությունն էր ճանապարհել ձմռան մռայլությունն ու դիմավորել բնության զարթոնքը։ Տոնը ներառել է բնության երևույթներին ու բուսականությանը նվիրված պաշտամունքային ծեսեր ու սովորույթներ։ Հետագայում տոնին բնորոշ որոշ գծեր փոխանցվել են Նավասարդին եւ Ամանորին։ Քրիստոնեության ընդունումից հետո տոնը ստանում է քրիստոնեական կրոնական երանգներ եւ խորհրդանշում է Ադամի եւ Եվայի կյանքը դրախտում, որը լի էր վայելքներով եւ անհոգությամբ։ Բացի այդ, բարեկենդանը ունեցել է չարի ու բարու հավերժական պայքարի խորհուրդ եւս, ինչի արտահայտումներից են եղել տոնի ժամանակ ժողովրդական խաղերում եւ զվարճապատումներում անարդարներին ծաղրելը, նմանակելը, նրանց բնորոշող տիկնիկներով շրջելը, դերախաղերի ժամանակ անարդարներին ու անօրեններին դատելն ու պատժելը։ Հրապարակներում կազմակերպվում էին տարատեսակ խաղեր, պարեր, թատերական ներկայացումներ եւ դիմակահանդեսներ։ Տոնի տարածված խաղերից էր ճլորդին կամ ճոճախաղը, աքլորակռիվը, գոմշակռիվն ու հատկապես ուխտ խաղացնելը։ Որոշ շրջաններում նաև փայտե ձի էին պատրաստում եւ զարդարելով գունավոր կտորներով ու փետուրներով պտտում էին գյուղի մեջ։ Տոնախմբության անբաժան մասն էր պարը։ Պարերը սկսվում էին բարեկենդանի առաջին օրը եւ օրեցօր ավելի էին աշխուժանում։ Վերջին օրերին դրանք վերածվում էին համագյուղական եւ համաթաղային միջոցառումների։ Բարեկենդանին առավել տարածված էր յայլի տալու կամ զոփի տալու պարերը։ Բարեկենդանի ամենահետաքրքիր մասերից էր տիկնիկախաղը։ Գլխավոր տիկնիկներն էին ուտիստատը եւ պասպապը կամ ակլատիզմ։ Ուտիստատը համարվում էր բարեկենդանի ճոխ կերակուրների հովանավոր տիկնիկը եւ խաղասպարեզ էր բերվում մարդկանց խրախճանքի եւ կերուխումի հրավիրելու համար։ Երեկոյան, երբ խրախճանքը հասնում էր իր գագաթնակետին, երիտասարդ տղամարդիկ դուրս էին գալիս ձիարշավի, որի ավարտին ուտիստատի տիկնիկը հանվում էր խաղահրապարակից եւ բարեկենդանի վերջին օրը բուն բարեկենդանին ուտիստատի հանդիսավոր կերպով գլորում էին ձորը։ Երբ արդեն տոնը մոտենում էր իր ավարտական օրերին, հրապարակ էր մտցվում պասպապը կամ ակլատիզը, որը Պահքի հովանավոր տիկնիկն էր։ Տիկնիկը պատրաստում էին սոխից կամ կարտոֆիլից, որի մեջ մտցնում էին 7 փետուրներ, ապա գույնզգույն կտորներով զգեստավորում էին այն։ Այդ 7 փետուրները խորհրդանշում էին մեծ Պահքի 7 շաբաթները։ Յուրաքանչյուր շաբաթվա վերջում պոկում էին 1 փետուր, որպեսզի հաշվեն, թե մինչև Պահքավարտ ինչքան ժամանակ կա։ Բացի տիկնիկախաղից շատ կարևոր հետաքրքիր էին թատերական ներկայացումները, որը ժամանակ ծիծաղաշարժ կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները։ Մարդիկ մի կողմ էին դնում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն ոք առանց քաշվելու ասում էր իր խոսքը, նմանակում էր որևէ մեկին եւ կատակներ էին անում այս կամ այն անձի որևէ սովորության կամ բնավորության մասին։ Տոնի ընթացքում ընկնող 5-շաբթի օրը նշվում էր Վարդանանց տոնը։ Այդ առիթով Հայաստանի տարբեր գավառներում տեղի էին ունենում տոտեմական, երևակայական կերպարներով հերոսների, աստվածային եւ կենդանական կերպարների կամ կերպարանափոխությամբ խաղ ներկայացումներ, որի ժամանակ ցուցադրվում էր Վարդան Մամիկոնյանի եւ Ավարայրում նահատակված քաջերի պայքարը։ Խաղի մասնակիցները բաժանվում էին հայկական եւ պարսկական բանակների։ Պատրաստվում էին դրոշներ եւ զինանշաններ, փղերի ու ձիերի գնդի կրկնօրինակումներն էին անում։ Լինում էին նաեւ ողբասած կանայք։ Երթին մասնակցում էր ողջ քաղաքը։ Բարեկենդանի անբաժան մասն էր դիմակավորումը։ Մարդիկ կերպարանափոխվում էին, ազատորեն ընտրում էին հակառակ սեռի հագուստներ ու կերպարներ, կրում էին ծիծաղելի դիմակներ կամ երեսը ներկում էին մրով, ալյուրով ու ածուխով։ Դիմակավորված կերպարներից էր երեկոյան տներ այցելող Մեյմունը, որի շուրջը հավաքվելով տաղ էին ասում ու իրար հետ կատակներ էին անում հարևան բարեկամները։ Տաղի ժամանակ հարևանները կարող էին այծի մազից մորուք դնել, մորթիների մեջ փաթաթվել, ձեռքին երկար ձող կամ ակիշ բռնած մտնել տներ, վախեցնելով տոնախմբության մասնակիցներին եւ խաղն էլ ավելի թեժացնել։ Խաղի վերջում Մեյմունը տանտիրոջից մի ընծայր ստանում
եւ գոհ հեռանում էր։ Այսպիսով հայկական մշակույթն իր բազմազանությամբ ու հետաքրքիր տոներով շատ մեծ ավանդույթներ ու սովորույթներ է պահպանել, որոնք ոչնչով չեն զիջում մեծ տարածում ստացող արտասահմանյան որոշ միջոցառումներին եւ տոներին։ Եվ մի բան էլ հակառակը, ավելի հին են, գեղեցիկ ու հետաքրքիր։ Այնպես որ տարված ու խառնված լինելով արտասահմանյան ճոխ ու հաճախ գերագնահատված միջոցառումներին, եկեք պահպանենք, փոխանցենք, չմոռանանք ու թարմացնենք նաեւ մերը։ Իսկ դուք մեկնաբանություններում գրեք, թե որն ավելի հավանեցիք՝ կառնավալը, թե բարեկենդանը, եւ իհարկե հետևեք Ռենեսանսին ավելին իմանալու համար։